54 տարեկան մի կին գալիս է ինձ մոտ եւ ասում. «Բժիշկ Միքայելյան, ես ծերացել եմ։ Առավոտյան արթնանում եմ, կարծես չեմ էլ քնել։ Կեսօրին աչքերս փակվում են, գլուխս պտտվում է, երբ կտրուկ ոտքի եմ կանգնում։ Դե տարիքն իրենն անում է»։ Ես ասում եմ. «Եկեք մի բան ստուգենք»։ Արյան պարզ սովորական անալիզ արեցինք մատից, եւ գիտեք թե ինչ պարզվեց։ Նրա հեմոգլոբին այնպիսին էր, որ ես զարմացա, թե ինչպես է նա ընդհանրապես աշխատանքի գնում։ Մենք ընդամենը մի բան փոխեցինք նրա սննդակարգում։ 6 շաբաթ անց նա եկավ եւ ասաց. «Բժիշկ, ես կարծես 10 տարով երիտասարդացած լինեմ»։ Նա չէր երիտասարդացել, նա պարզապես դադարել էր հիվանդ լինել, բայց կարծում էր, թե ծերանում է, եւ ես հարյուրավոր նման պատմություններ ունեմ։ Այսօր մենք մանրամասն կքննարկենք, թե ինչու է հոգնում, ինչու է գլուխը պտտվում, ինչու է քուն տանում եւ ինչ անել դրա հետ, հստակ քայլ առ քայլ։ Իմ անունը Արմեն Միքայելյան է։ Ես ընդհանուր պրակտիկայի բժիշկ եմ, աշխատում եմ 22 տարի։ Ոչ թե գիտական լաբորատորիայում կամ համակարգչի դիմաց կաբինետում, այլ ամեն օր դեմ առ դեմ շփվում եմ կենդանի մարդկանց հետ։ Եվ գիտեք թե ինչ եմ տեսնում ամենից հաճախ։ 50-ից հետո մարդիկ ինձ մոտ գալիս են ոչ թե ինչ-որ հազվագյուտ հիվանդությամբ, դրանք գալիս են հոգնածությամբ, այն զգացողությամբ, որ կյանքը կարծես գունաթափվել է, որ էներգիան ինչ-որ տեղ է կորել, եւ որ դա նորմալ է, տարիներն իրենցն անում են։ Եվ ահա այստեղ ես ամեն անգամ կանգնեցնում եմ մարդուն եւ ասում. «Սպասեք, եկեք ամեն ինչ անձնագրի վրա չգցենք, եկեք հասկանանք»։ Որովհետև 10 դեպքից 8-ում, եւ սա չափազանցություն չէ, սա իմ տարիների աշխատանքի իրական վիճակագրությունն է, այս հոգնածության հետևում կանգնած է հստակ, հասկանալի, լուծելի պատճառ։ Ոչ թե տարիքը կամ ճակատագիրը, այլ մի բան, որը կարելի է գտնել եւ ուղղել։ Այսօր ես ձեզ կպատմեմ այդ մասին առանց բժշկական բարդ տերմինների, առանց վախեցնելու, առանց ինչ-որ հրաշքաբերի գովազդի, պարզապես այնպես, ինչպես կա։ Այնպես, ինչպես կպատմեի իմ ընկերոջը խոհանոցի սեղանի շուրջ, եթե նա հարցներ. «Արմեն, դե ինչու եմ ես այսպես հոգնում»։ Ահա թե ինչ է մեզ սպասվում։ Մենք կանցնենք 5 մեծ թեմա։ Առաջինը ես կբացատրեմ, թե ինչու է սա տարիքն է արտահայտությունը ամենավտանգավորը։ Դա ամենավտանգավոր արտահայտությունն է, որը դուք կարող եք ասել ինքներդ ձեզ, եւ ցույց կտամ, թե սովորաբար ինչ է թաքնվում դրա հետևում։ Երկրորդ, կխոսենք անեմիայի, սակավարյունության մասին։ Սա մի բան է, որն ունեն հսկայական թվով մարդիկ, բայց նրանք նույնիսկ չեն էլ կասկածում։ Եվ ոչ, դա միայն երկաթի պակասը չէ, այնտեղ ամեն ինչ ավելի հետաքրքիր է։ Երրորդ, վահանաձև գեղձ։ Փոքրիկ օրգան, որը կառավարում է ձեր էներգիան, տրամադրությունը, քաշը, նույնիսկ այն մրսում եք թե ոչ, եւ որը 50-ից հետո սկսում է աննկատ ու կամաց-կամաց խնդիրներ ստեղծել։ Չորրորդ, շաքարն արյան մեջ։ Ոչ թե դիաբետը, այլ այն, ինչ տեղի է ունենում դիաբետից առաջ։ Մի վիճակ, որում ապրում են միլիոնավոր մարդիկ եւ չգիտեն այդ մասին, եւ հենց դա է տալիս այդ ծանր, ձգձգվող հոգնածությունը ուտելուց հետո։ Եվ հինգերորդ, 3 բան, որոնք ոչ մի լումա չարժեն, բայց տալիս են ավելի շատ էներգիա, քան դեղատան ցանկացած վիտամին։ Ես լուրջ եմ ասում։ Իսկ ավելի ուշ ես կպատմեմ մի պացիենտի պատմություն, որն ինձ էլ զարմացրեց։ Այնպես որ մնացեք մեզ հետ, կարևոր է լինելու։ Գլխավոր թյուրիմացությունը։ Եվ այսպես, եկեք սկսենք ամենագլխավոր թյուրիմացությունից, որը ես լսում եմ գրեթե ամեն օր իմ կաբինետում։ Բժիշկ, ախր ես արդեն 55 տարեկան եմ, ինչ եք ուզում։ Ես ուզում եմ, որ դուք նորմալ ապրեք։ Ահա թե ինչ եմ ես ուզում։ Նայեք, որտեղից է ընդհանրապես առաջացել այն գաղափարը, որ 50-ից հետո անպայման պետք է վատ լինի։ Եկեք անկեղծ լինենք։ Մենք մեծացել ենք Հայաստանում, որտեղ մեր տատիկները 55 տարեկանում արդեն տարեց էին համարվում։ Գնում էին թոշակի, գլխաշոր էին կապում, նստում էին բակում, եւ մեզ դա նորմալ էր թվում։ Բայց չէ որ դա նորմալ էր ոչ թե այն պատճառով, որ օրգանիզմն է այդպես կառուցված։ Դա նորմալ էր, քանի որ կյանքն էր ուրիշ։ Ծանր ֆիզիկական աշխատանք, վատ սնունդ, նորմալ բժշկության բացակայություն, սթրեսներ, որոնք մեր ծնողները վերապրել են, եւ ոչ միայն վերապրել են, այլև ներծծել են իրենց մեջ։ Այսօր մենք գիտենք, որ մարդկային մարմինը 50, 60, նույնիսկ 70 տարեկանում, եթե դրան նորմալ խնամք ցուցաբերես, ի վիճակի է լինել առույգ, ակտիվ եւ էներգիայով լի։ Սա մոտիվացիոն ճար չէ, սա ֆիզիոլոգիա է։ Ահա ձեզ մի պարզ համեմատություն։ Պատկերացրեք մեքենա, որը 20 տարեկան է։ Եթե այն կանգնած է եղել ավտոտնակում, ոչ ոք յուղը չի փոխել, մոմիկները չի ստուգել, անիվները չի փչել, այն հազիվ կքշվի, եւ դուք կասեք. «Դե հին մեքենա է»։ Բայց եթե նույն թվականի արտադրության նույն մեքենան կանոնավոր կերպով սպասարկել են, յուղը, ֆիլտրերը, փոկը, արգելակման կոճղակները, այն հիանալի է ընթանում։ Շարժիչը մրճում է, ամեն ինչ աշխատում է։ Մարմնի հետ նույնն է։
Տարիքը վազքն է, բայց վիճակը կախված է սպասարկումից։ Եվ ահա թե ինչ եմ ես անընդհատ տեսնում։ Մարդը գալիս է գանգատներով, հոգնում եմ, գլուխս պտտվում է, քնկոտություն կա, տրամադրություն չկա, հիշողությունս վատացել է։ Եվ նա նախապես որոշել է, որ դա տարիքն է։ Նա անգամ բժշկի մոտ գալիս է ոչ թե օգնության, այլ հաստատման համար։ Ասեք ինձ, որ դա նորմալ է, եւ ես տուն կգնամ։ Իսկ ես ասում եմ, ոչ, եկեք սկզբում նայենք անալիզները, իսկ հետո կորոշենք դա նորմալ է, թե ոչ։ Եվ գիտեք, թե ինչ է տեղի ունենում 10 դեպքից 9-ում։ Մենք գտնում ենք պատճառը, հստակ, չափելի, լուծելի պատճառ։ Եկեք ես թվարկեմ ամենահաճախ հանդիպող բաները, որոնք թաքնվում են տարիքային հոգնածության հետևում։ Առաջին՝ անեմի, հեմեմիա, հեմոգլոբինի նվազում։ Սա այն դեպքն է, երբ արյունը վատ է տեղափոխում թթվածինը, ինչի հետևանքով ուղեղը, մկանները, սիսիրտը ամեն ինչ քաղցած է մնում։ Այստեղից էլ առաջանում են թուլություն, գլխապտույտ, պառկելու ցանկություն։ Այս մասին մանրամասն կխոսենք մի քանի րոպեից։ Երկրորդ՝ խնդիրներ վահանաձև գեղձի հետ։ Այն կարող է աշխատել չափազանց դանդաղ, եւ այդ ժամանակ դուք կարծես արգելակված լինեք, ամեն ինչ մշուշի մեջ է, քաշ եք հավաքում, մրսում եք, կամ էլ չափազանց ակտիվ, եւ այդ ժամանակ սիրտը արագ է բաբախում, ձեռքերը դողում են, իսկ ուժ միևնույն է չկա։ Սա նույնպես կքննարկենք։ Երրորդ՝ շաքարի փոխանակության խանգարում, նախադիաբետ։ Մի վիճակ, որի դեպքում արյան մեջ շաքարը տատանվում է, իսկ դուք դա զգում եք որպես հոգնածության ալիք։ Կերակ, քուն է տանում, չկերակ, թուլություն եւ դյուրագրգռություն է առաջանում։ Չորրորդ՝ վիտամին D-ի դեֆիցիտ։ Սա առանձին պատմություն է։ Մենք ապրում ենք Հայաստանում, որտեղ թեև արևը շատ է, բայց մենք հաճախ արևի տակ քիչ ենք լինում, իսկ վիտամին D-ն ազդում է ամեն ինչի վրա, տրամադրությունից մինչև ոսկորների ամրությունն ու իմունիտետի աշխատանքը։ Հինգերորդ՝ թաքնված ջրազրկում։ Հասարակ է հնչում, չէ՞, բայց դուք կզարմանաք, թե որքան շատ մարդիկ 50-ից հետո քրոնիկապես բավարար չափով ջուր չեն խմում եւ միևնույն ժամանակ զարմանում են, որ գլուխը ծանր է եւ ուժ չկա։ Վեցերորդ՝ քնի հետ կապված խնդիրներ։ Եվ ես անկնության մասին չեմ ասում, թեև դրա մասին նույնպես։ Ես խոսում եմ քնի որակի մասին։ Մարդը քնում է 7 ժամ, բայց արթնանում է կոտրված, որովհետև քունը մակերեսային է, ընդհատվող, առանց խորը փուլերի, եւ օրգանիզմը չի վերականգնվում։ Եվ 7-րդ՝ դա դեղերի կողմնակի ազդեցություններն են։ Այո, դուք ճիշտ լսեցիք։ Այն նույն հաբերը, որոնք ձեզ նշանակել են ճնշման, խոլեստերինի, հոդերի համար, դրանցից մի քանիսը որպես կողմնակի ազդեցություն առաջացնում են հոգնածություն, քնկոտություն, գլխապտույտ։ Իսկ դուք կարծում եք, թե դա տարիքն է։ Ահա դες մի պատմություն։ 61 տարեկան մի տղամարդ ինձ մոտ եկավ իր աշխատությամբ։ Կինն էր գրանցել, ինքը չէր գա, գանգատներ։ Ես արտանում եմ խաշածի պես ու ուզում եմ նորից պառկել։ Երեկոյան վերջ, ես դիակ եմ, գլուխս բամբակի պես է, աչքերիս առաջ երբեմն ճանճեր են երևում։ Դե տարիք է, ինչ արած։ Ես հարցնում եմ, ինչ դեղեր եք խմում։ Նա հանում է տոպրակը, այնտեղ 6 տուփ կա։ Ճնշման, խոլեստերինի, ինչ որ բան հոդերի համար, ինչ որ բան քնելու համար եւ էլի ինչ որ բաներ։ Արդեն ինքն էլ էր խճճվել։ Ես նայեցի այդ հավաքածուին եւ ասացի. եկեք անալիզներ հանձնենք եւ ուշադիր նայենք, թե ինչ է այստեղ կատարվում։ Ինչ պարզվեց։ Նրա հեմոգլոբինը մի փոքր ցածր էր, ոչ կրիտիկական, բայց նորմայից ցածր, վիտամին D հատակին, եւ ճնշման դեղերից մեկը, որպես կողմնակի ազդեցություն տալիս էր ընդգծված հոգնածություն։ Ահա 3 գործոն։ Յուրաքանչյուրն առանձին տանելի է, բայց միասին մարդն իրեն քայքայված էր զգում։ Մենք բարձրացրինք հեմոգլոբինը սննդի միջոցով, ոչ թե հաբերով, այլ ուտելիքով, ավելացրինք վիտամին D, անալիզով ընտրված նորմալ դեղաչափով, եւ մենք նրա սրտաբանի հետ միասին, սա շատ կարեւոր է, փոխարինեցինք ճնշման դեղերից մեկը մեկ ուրիշով, որն այդպիսի հոգնածություն չի տալիս։ 2 ամիս անց նա եկավ եւ ասաց. «Բժիշկ Միքայելյան, ես ինչ չեմ ճանաչում, ես նորից կարող եմ զբոսմել թորնիկիս հետ ու չխեղդվել»։ Նրան պետք չէր համակերպվել իր տարիքի հետ։ Նրան պետք էր գտնել պատճառը եւ վերացնել այն։ Եվ ահա հիմա մի կարևոր պահ։ Ես չեմ ասում, որ տարիքն ընդհանրապես ոչ մի բանի վրա չի ազդում։ Ազդում է։ 60 տարեկանում մարմինն աշխատում է այլ կերպ, քան 30-ում։ Դա ճիշտ է, բայց այլ կերպ եւ վատ աշխատելու միջև տարբերությունը հսկայական է։ Այլ կերպ նշանակում է պետք է մի փոքր ավելի շատ ուշադրություն, մի փոքր ավելի շատ հոգատարություն, մի փոքր ավելի շատ գիտակցվածություն այն հարցերում, թե ինչպես եք ձգտում, ուտում, քնում, շարժվում։ Բայց դա չի նշանակում, որ դուք դատապարտված եք հոգնածության ու քնկոտության։ Հիշեք այս միտքը, մենք դրան դեռ կվերադառնանք։ Անեմիա, սակավարյունություն։
Իսկ հիմա եկեք ավելի խորասուզվենք եւ սկսենք հենց անեմիայից, որն իմ փորձից ելնելով 50-ից հետո մարդկանց մոտ թաքնված հոգնածության թիվ 1 պատճառն է։ Եթե դուք դեռ ինձ հետ եք, մեկնաբանություններում գրեք 1 թվանշանը, պարզապես թիվը։ Ինձ հետաքրքիր է, քանիսը դեք այստեղ։ Եվ այսպես, անեմիա, սակավարյունություն։ Մի բառ, որը շատերն են լսել, բայց քչերն են իսկապես հասկանում, թե ինչ է դրա հետևում կանգնած։ Եկեք ես դա առավելագույնս պարզ բացատրեմ։ Ձեր արյան մեջ կան կարմիր բջիջներ, էրիթրոցիտներ։ Նրանց գործն է թթվածինը թոքերից տեղափոխել մարմնի յուրաքանչյուր բջիջ՝ ուղեղ, սիրտ, մկաններ, մաշկ։ Թթվածինը վառելիք է, առանց դրա բջիջները չեն կարող նորմալ աշխատել։ Հիմա պատկերացրեք բեռնատարներ։ Բեռնատարների մի ամբողջ հավաքակայան, որոնք վառելիք են ծրում քաղաքով մեկ։ Եթե բեռնատարները բավականաչափ են, բոլոր լցակայանները լիքն են, բոլոր տները ջեռուցվում են, ամեն ինչ աշխատում է։ Իսկ եթե բեռնատարների կեսը փչացել է, վառելիքը տեղ չի հասնում, ինչ որ թաղամասեր մնում են առանց ջերմության, ինչ որ լցակայաններ դատարկ են, քաղաքը սկսում է սառչել եւ դանդաղել։ Ահա անեմիան այն է, երբ ձեր բեռնատարները քիչ են, կամ դրանք կան, բայց կիսադատարկ են, դրանց մեջ քիչ է հեմոգլոբինը, հենց այն սպիտակուցը, որը պահում է թթվածինը։ Եվ ձեր մարմինը, այդ քաղաքը, սկսում է խեղդվել, ոչ կտրուկ, ոչ աղետալի կերպով, այլ դանդաղ, աստիճանաբար, օրեցօր։ Դուք պարզապես զգում եք, որ ուժերն ավելի ու ավելի են պակասում, որ գլուխը ծանր է, որ բազմոցից վեր կենալն արդեն սխրանք է։ Եվ այսպես, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով անեմիա ունի մոլորակի գրեթե յուրաքանչյուր 4-րդ մարդը։ Յուրաքանչյուր 4-րդը։ Դա ահռելի թիվ է, եւ 50-ից հետո մարդկանց շրջանում տոկոսն ավելի բարձր է, քանի որ տարիքի հետ օրգանիզմն ավելի վատ է յուրացնում երկաթը եւ որոշ վիտամիններ, որոնք անհրաժեշտ են արյունաստեղծման համար։ Բայց ահա թե ինչն է հետաքրքիր։ Անեմիայով շատ մարդիկ անգամ չգիտեն, որ այն ունեն, որովհետև այն զարգանում է դանդաղ, մարմինը սովորում է, հարմարվում է։ Դուք ապրում եք 100 հեմոգլոբինով եւ կարծում եք, թե դա նորմալ է, բայց նորմալը կանանց համար 120-ից 140-ն է, իսկ տղամարդկանց համար 130-ից 160-ը։ Իսկ 100-ի դեպքում դուք արդեն զգում եք հոգնածություն, բայց այն վերագրում եք ինչի ասես, բացի արյունից։ Հիմա եկեք հասկանանք, թե ինչպիսին է լինում անեմիան։ Մի վախեցեք, ես չեմ խորանալու բարդությունների մեջ, պարզապես ցույց կտամ, թե ինչու է սա կարևոր։ Ամենահաճախ հանդիպող տեսակը երկաթպակասորդայինն է, երբ օրգանիզմին չի հերիքում երկաթը հեմոգլոբին կառուցելու համար։ Սա նման է նրան, երբ գործարանում մետաղը վերջացել է եւ բեռնատարները պարզապես հավաքող չկա։ Որտեղից է առաջանում երկաթի դեֆիցիտը 50-ից հետո։ Առաջին պատճառը սնունդն է։ Եվ այստեղ ես ուզում եմ ասել մի բան, որը կարող է ոմանց զարմացնել։ 50-ից հետո շատ մարդիկ սկսում են ավելի քիչ միս ուտել։ Ոմանք ինտերնետից վերցրած խորհուրդներով 60-ից հետո միսը վնասակար է։ Ոմանք, որովհետև պարզապես ախորժակն է նվազել, ոմանք էլ խնայողությունից ելնելով։ Իսկ միսը, հատկապես կարմիրը, տավարի, հորթի միսը, լյարդը, այսպես կոչված հեմային երկաթի լավագույն աղբյուրներից է, այն երկաթի, որն ամենալավն է յուրացվում։ Եվ այստեղ միանգամից ցրենք մի առասպել։ Բել, դուք հաստատ լսել եք, խնձոր կեր, մեջը շատ երկաթ կա, կամ նուռ, անեմիայի դեմ։ Եվ այսպես, խնձորն ու նուռը հիանալի մթերքներ են, բայց դրանց մեջ երկաթը քիչ է, եւ այն յուրացվում է անգամներով ավելի վատ, քան մսից։ Սա այսպես կոչված ոչ հեմային երկաթն է։ Որպեսզի ստանաք նույնքան երկաթ, որքան տավարի լյարդի 1 չափաբաժնում է, դուք պետք է ուտեք դե մոտավորապես մի դույլ խնձոր։ Ես չափազանցնում եմ, բայց ոչ շատ։ Սա չի նշանակում, որ խնձորն անօգուտ է, ոչ իհարկե, բայց եթե դուք անեմիա ունեք եւ այն բուժում եք խնձորով, դա նույնն է, թե հրդեհը հանգցնեք 1 բաժակ ջրով։ Բարի մտադրություններ են, բայց քիչ են։ Երկրորդ պատճառը թաքնված արյունահոսությունները։ Եվ այստեղ ուշադրություն, սա կարևոր է։ 50-ից հետո կանանց մոտ, եթե դեռ չի սկսվել դաշտանադադարը կամ այն ընթացքի մեջ է, կարող են լինել առատ կամ ձգձգվող դաշտաններ։ Յուրաքանչյուր ցիկլը արյան, հետևաբար եւ երկաթի կորուստ է։ Եվ տղամարդկանց եւ կանանց մոտ թաքնված արյունահոսության պատճառ կարող է լինել աղեստամոքսային տրակտը։ Էրոզիաներ, խոցեր, պոլիպներ, թութք, հեմորոյ։ Այս ամենը կարող է տալ փոքր, բայց մշտական արյունահոսություն։ Դուք դա չեք տեսնում, չեք զգում, իսկ երկաթը կաթիլ-կաթիլ արտահոսում է։ Հենց այդ պատճառով, եւ ես սա ասում եմ յուրաքանչյուր պացիենտի, եթե ձեզ մոտ անեմիա են հայտնաբերել, չի կարելի պարզապես երկաթ խմել եւ դրանով հանգստանալ։ Պետք է գտնել պատճառը, ուր է գնում երկաթը, որտեղից է արտահոսքը, այլապես դուք ջուրը կլցնեք ծակ դույլի մեջ։ Երրորդ պատճառը՝ վատ ներծծումը։
Տարիքի հետ ստամոքսն ավելի քիչ աղաթթու է արտադրում, իսկ թթուն անհրաժեշտ է, որպեսզի երկաթը նորմալ յուրացվի։ Եթե դուք ունեք իջած թթվայնությամբ գաստրիտ, իսկ սա շատ հաճախ հանդիպող պատմություն է 50-ից հետո, երկաթը պարզապես կողքով է անցնում։ Դուք ուտում եք ճիշտ մթերքներ, բայց մարմինը չի կարողանում դրանք կարգին օգտագործել։ Իդեպ, գիտեք թե ինչն է խանգարում երկաթի յուրացմանը։ Թեյը։ Այո, սովորական սև թեյը։ Նրա մեջ պարունակվող նյութերը, տանինները, կապում են երկաթը եւ թույլ չեն տալիս դրան ներծծվել։ Եթե դուք սովոր եք ուտելուց անմիջապես հետո թեյ խմել, փորձեք այն խմել ուտելուց գոնե 1 ժամ անց։ Պարզ գործողություն, բայց այն կարող է նշանակություն ունենալ։ Այժմ անեմիայի երկրորդ տեսակը, որի մասին ավելի հազվադեպ է խոսում, բայց որը 50-ից հետո մարդկանց մոտ բավականին հաճախ է հանդիպում, դա B12 վիտամինի պակասից առաջացած անեմիան է։ B12 վիտամինն անհրաժեշտ է, որպեսզի ոսկրածուծը, ձեր արյան գործարանը, նորմալ արտադրի էրիթրոցիտներ։ Եթե B12-ը քիչ է, գործարանն աշխատում է ընդհատումներով։ Էրիթրոցիտները ստացվում են մեծ, սխալ, ոչ ֆունկցիոնալ։ Որտեղից է առաջանում B12-ի պակասը։ Այս վիտամինի հիմնական աղբյուրը կենդանական ծակման մթերքներն են՝ միս, ձուկ, ձու, կատնամթերք։ Եթե մարդն ինչ-որ պատճառներով քիչ է կենդանական սնունդ ուտում, զարգանում է դեֆիցիտ, բայց կա նաև երկրորդ պատճառը՝ պակաս ակնհայտ։ Տարիքի հետ ստամոքսում նվազում է այն նյութի արտադրությունը, որը կոչվում է կասլի ներքին գործոն։ Առանց դրա B12-ը պարզապես չի կարող ներծծվել աղիներից։ Դուք կարող եք ամեն օր միս ուտել, իսկ վիտամինը միևնույն է, չի յուրացվում։ B12-ի պակասը դրսևորվում է ոչ միայն հոգնածությամբ, այն տալիս է նաև ծակծկոցներ ձեռքերում եւ ոտքերում, թմրացություն, հիշողության խնդիրներ, անգամ տրամադրության փոփոխություններ, ընդհուպ մինչև դեպրեսիվ վիճակներ։ Շատ մարդիկ գնում են նյարդաբանի, հոգեթերապևտի մոտ, իսկ պատճառը թաքնված է արյան մեկ անալիզի մեջ։ Եվ նաև ֆոլատթուն, B9 վիտամինը։ Այն նույնպես մասնակցում է արյունաստեղծմանը, եւ նա դեֆիցիտ է տալիս է նմանատիպ պատկեր։ Աղբյուրները կանաչ տերևավոր բանջարեղեն, լոբազգիներ, ցիտրուսայիններ։ Բայց եթե դուք քիչ եք թարմ կանաչեղեն ուտում, իսկ շատ մարդիկ, ինչը թաքցնենք, քիչ են ուտում, դեֆիցիտը միանգամայն հնարավոր է։ Հիմա հստակ քայլեր։ Ինչ անել։ Քայլ առաջին։ Հանձնեք արեք արյան ընդհանուր անալիզ, ամենասովորականը՝ մատից։ Ուշադրություն դարձրեք հեմոգլոբինին, էրիթրոցիտներին եւ եթե կան ձևաթղթում, էրիթրոցիտի միջին ծավալին։ Սա ցույց կտա ընդհանուր պատկերը։ Քայլ երկրորդ։ Եթե հեմոգլոբինը նորմայից ցածր է, խնդրեք բժշկին նշանակել լրացուցիչ անալիզներ։ Ֆերիտին, սա երկաթի պաշարն է օրգանիզմում, շիճուկային երկաթ, վիտամին B12, ֆոլատթու։ Ֆերիտինը առանցքային ցուցանիշ է, որովհետև հեմոգլոբինը կարող է դեռ նորմայի մեջ լինել, իսկ երկաթի պաշարներն արդեն սպառված։ Դա բենզաբաքի նման է, սլաքը դեռ 0-ի վրա չէ, բայց բաքն արդեն գրեթե դատարկ է։ Քայլ երրորդ։ Վերանայեք սնունդը։ Ես չեմ ասում դիետա պահեք, ես ասում եմ ավելացրեք սննդակարգում մթերքներ, որոնք հարուստ են երկաթով եւ B խմբի վիտամիններով։ Ահա հստակ ցուցակը։ Տավարի լյարդ, գոնե շաբաթը 1 անգամ։ Տավարի կամ հորթի միս, շաբաթը 2-ից 3 անգամ։ Ձուկ, ցանկացած, բայց ավելի լավ է յուղոտ, սկումբրիա, սելտ, սաղմոն։ Ձու, օրական 1-ից 2 հատ։ Կանաչ բանջարեղեն, սպանախ, բրոկկոլի, մաղադանոս։ Լոբազգիներ, ոսպ, լոբի, ոլոր։ Եվ կարևոր կանոն՝ կերեք վիտամին C-ով հարուստ մթերքներ երկաթ պալունակող մթերքների հետ միասին։ Վիտամին C-ն մի քանի անգամ լավացնում է երկաթի յուրացումը։ Պարզ օրինակ. կերեք մի կտոր տավարի միս, վրան կիտրոնի հյութ ցողեք կամ կողքը կերեք լոլիկ, բուլղարական պղպեղ, թթու կաղամբ։ Քայլ 4. Ուտելիքի վրայից թեյ եւ սուրճ մի խմեք, սպասեք գոնե 1 ժամ։ Գիտեմ, սա տասնամյակների սովորություն է, բայց փորձեք գոնե 3 շաբաթ, տեսեք արդյոք տարբերություն կլինի։ Եվ 5-րդ քայլ, երբ բժշկին դիմելն պարտադիր է։ Եթե հեմոգլոբինը 100-ից ցածր է, դա հենց այնպես հետևելու բան չէ, սա լուրջ հետազոտության առիթ է։ Եթե այն նվազում է աստիճանաբար, անալիզից անալիզ, նշանակում է կա կորուստների աղբյուր եւ այն պետք է գտնել։ Եթե անեմիան չի արձագանքում սննդակարգի փոփոխությանը 2-ից 3 ամսվա ընթացքում, նշանակում է բանը միայն ուտելիքի մեջ չէ, պետք է ավելի խորը փնտրել։ Ես ձեզ կասեմ մի բան, որն ասում եմ իմ բոլոր պացիենտներին։ Անեմիան դատավճիռ չէ, դա որպես կանոն լուծվող խնդիր է, բայց այն ինքն իրեն չի անցնի, եւ այն հաստատ չի անցնի, եթե դուք ասեք՝ դե տարիք է, ու պարկեք բազմոցին։ Իդեպ, մի պատմություն. 57 տարեկան կին, ուսուցչուհի, եկավ գանգատներով,
մշտական հոգնածություն և ուշադրություն դարձրեք հիշողության վատացում։ Նա սկսել էր մոռանալ աշակերտների անունները, խառնում էր ամսաթվերը, դասի ժամանակ կորցնում էր միտքը։ Գնացել էր նյարդաբանի մոտ։ Նյարդաբանը նշանակել էր գլխի մռըտ, գլխուղեղի արյան շրջանառությունը լավացնող հավեր։ Ոչինչ չէր օգնել։ Կես տարի տանջվելուց հետո եկավ ինձ մոտ։ Ես նշանակեցի անալիզներ։ Ֆերիտինը 12, 30 նորմայի պայմաններում։ Վիտամին B12-ը ստորին սահմանին էր։ Ահա և ձեզ վատ հիշողություն։ Ուղեղին պարզապես չէր հերիքում թթվածինը և վիտամինները նորմալ աշխատանքի համար։ Մենք կարգավորեցինք սնունդը, ավելացրինք երկաթի պրեպարատ և B12 անալիզների արդյունքներով, ոչ թե կռահելով։ 3 ամիս անց նա զանգահարեց ինձ և ասաց. «Բժիշկ Միքայելյան, ես նորից հիշում եմ դասարանիս երեխաների անունները»։ Ահա այսպես։ Ոչ թե դեմենցիա, ոչ թե ծերություն, այլ անեմիա և վիտամինների դեֆիցիտ։ Եթե դուք հասել եք այս հատվածին, մեկնաբանություններում գրեք, արդյոք երբևէ ստուգել եք ձեր ֆերիտինը։ Ոչ թե հեմոգլոբինը, այլ հենց ֆերիտինը։ Ինձ իսկապես հետաքրքիր է, արդյոք շատերը գիտեն այս ցուցանիշի մասին։ Վահանաձև գեղձ, օրգանիզմի դիրիժորը։ Իսկ հիմա եկեք խոսենք այն օրգանի մասին, որը ես անվանում եմ նվագախմբի դիրիժոր՝ վահանաձև գեղձը։ Ահա պատկերացրեք, նվագախումբ, մեծ սիմֆոնիկ նվագախումբ։ Ջութակներ, թավջութակներ, փողեր, թմբուկներ, ամեն ինչ տեղում է։ Երաժիշտները պրոֆեսիոնալ են, նոտաներն աչքի առաջ են, բայց դիրիժոր չկա։ Կամ դիրիժորը եկել է, բայց նա թոշոմած է, քնկոտ, փայտիկը թափահարում է կիսաուժով, ինչ կլինի։ Երաժշտությունը կարծես հնչում է, բայց ինչ-որ անհասկանալի կերպով, թույլ, առանց կրակի։ Յուրաքանչյուր գործիք մի փոքր հետ է մնում, մի փոքր ֆալշ է տալիս։ Աղետ չէ, բայց երաժշտություն էլ չէ։ Ահա սա ձեր մարմինն է, վահանաձև գեղձի իջած ֆունկցիայի ժամանակ։ Ամեն ինչ կարծես աշխատում է, բայց կիսաուժով, ինչպես դանդաղեցված նկարահանման ժամանակ։ Վահանաձև գեղձը փոքրիկ օրգան է, որը նման է թիթեռի, տեղակայված է պարանոցի վրա, կոկորդախնձորից մի փոքր ներքև։ Այն կշռում է մոտ 20 գրամ, մանդարինից էլ փոքր է, բայց այս մանդարինը ղեկավարում է նյութափոխանակության արագությունն ամբողջ մարմնում։ Այն որոշում է, թե ինչ արագությամբ է բաբախում ձեր սիրտը, որքան արագ եք այրում կալորիաները, որքանով եք առույգ կամ ընդհակառակը արգելակված։ Երբ վահանաձև գեղձը նորմալ է աշխատում, դուք անգամ չգիտեք, որ այն կա։ Ինչպես լավ դիրիժորին նրան չեն նկատում, իսկ երաժշտությունը հնչում է հիանալի։ Բայց բավական է նրան արգելակել, ու դուք սկսում եք ձեզ տարօրինակ զգալ։ Ոչ թե հիվանդ, այլ հենց տարօրինակ, կարծես ինչ-որ մեկն իջեցրել է կյանքի պայծառությունը։ Այն վիճակը, երբ վահանաձև գեղձը քիչ հորմոններ է արտադրում, կոչվում է հիպոթիրեոզ։ Եվ ահա թե որն է խնդիրը։ 50-ից հետո դրա հաճախականությունը կտրուկ աճում է, հատկապես կանանց մոտ։ Տարբեր գնահատականներով 50-ից հետո կանանց մինչև 10-ից 15% ունի վահանաձև գեղձի ֆունկցիայի նվազման այս կամ այն աստիճանը։ Շատերն այդ մասին չգիտեն։ Ինչու չգիտեն։ Որովհետև հիպոթիրեոզի ախտանիշներն այնքան սովորական են։ Ահա լսեք. հոգնածություն, քնկոտություն, քաշի ավելացում, մրսկանություն, չոր մաշկ, փխրուն եղունգներ, մազաթափություն, փորկապություն, տրամադրության անկում, հիշողության վատացում։ Ճանաչեցիք։ Այս ախտանիշներից յուրաքանչյուրը կարելի է վերագրել տարիքին, եղանակին, սթրեսին, ձմռանը, եւ մարդիկ տարիներով վերագրում են։ Բայց չէ որ բավական է հանձնել արյան 1 անալիզ, ՏՏԳ, թիրեոտրոպ հորմոն, որպեսզի հասկանալի դառնա, թե բանն ինչում է։ 1 անալիզ, դա տևում է 3 րոպե եւ շատ էժան արժե։ Եկեք պատմեմ, թե ինչպես է դա աշխատում։ Հիպոֆիզը ուղեղի մեջ գտնվող մի փոքրիկ գեղձ է, որը հրամայում է վահանաձև գեղձին։ Այն անընդհատ ստուգում է. «Հեյ, վահանաձև գեղձ, դու աշխատում ես, հորմոնները բավական են»։ Եթե հորմոնները քիչ են, հիպոֆիզը սկսում է ավելի բարձր գոռալ, այսինքն ավելի շատ ՏՏԳ է արտադրում։ Որքան բարձր է գոռում, այնքան բարձր է ՏՏԳ-ին։ Ուստի, եթե ՏՏԳ-ին բարձր է, նշանակում է վահանաձև գեղձը թերանում է։ Պարզ համեմատություն։ Պատկերացրեք ղեկավարին եւ ենթակային։ Եթե ենթական լավ է աշխատում, ղեկավարը հանգիստ նստած թեյ է խմում։ Եթե ենթական սկսում է ծուլանալ, ղեկավարը սկսում է գոռալ, ավելի շատ ցուցումներ տալ, նյարդայնանալ։ ՏՏԳ-ն ղեկավարի ճիճն է, որքան այն բարձր է, այնքան վատ է աշխատում ենթական վահանաձև գեղձը։ ՏՏԳ-ի նորմալ մակարդակը մոտավորապես 0.4-ից մինչև 4 է, բայց այստեղ մի նրբերանգ կա։ Որոշ մարդիկ 2.5-ից 3 ՏՏԳ-ի դեպքում արդեն իրենց վատ են զգում, թեև ֆորմալ առումով դա նորմա է։ Ուստի կարևոր է ոչ միայն թիվը նայել, այլև համադրել ինքնազգացողության հետ։
Եթե TT-գեն նորմայի վերին սահմանում է, իսկ դուք զգում եք այն ամեն ինչ ես թվարկեցի, դա առիթ է բժշկի հետ քննարկելու։ Կա ևս մեկ տարբերակ, որը հաճախ բաց են թողնում՝ սուբկլինիկական հիպոթիրեոզ։ Դա այն է, երբ TT-գեն թեթևակի բարձրացած է, իսկ վահանաձև գեղձի հորմոնները T3-ը եւ T4-ը դեռ նորմայի մեջ են։ Ֆորմալ առումով ամեն ինչ լավ է, բայց գործնականում մարդն արդեն վատ է զգում։ Սա նման է այն պահին, երբ ղեկավարն արդեն սկսել է ձայնը բարձրացնել, ենթական առայժմ մի կերպ գլուխ է հանում, բայց արդեն ուժերի սահմանագծին է։ Սուբկլինիկական հիպոթիրեոզը այն գոտին է, որտեղ բժիշկները մինչև հիմա վիճում են՝ բուժել թե հետևել։ Ես կասեմ այսպես. հետևել պարտադիր է, ստուգել TT-գեն կես տարին մեկ, եւ եթե կան ախտանիշներ, եթե մարդը գանգատվում է, դիտարկել բուժման տարբերակը, քանի որ կյանքի որակը պակաս կարևոր չէ, քան ձևաթղթի իդեալական թվերը։ Իսկ հիմա հակառակ կողմը՝ հիպերթիրեոզ։ Սա այն է, երբ վահանաձև գեղձն աշխատում է չափազանց ակտիվ, դիրիժորը թորշոմած չէ, հակառակը, նա փայտիկը թափահարում է խելագարի պես։ Նվագախումբը նվագում է արագ, բարձր, քաոսային։ Ախտանիշները՝ արագացած սրտխփոց, քրտնարտադրություն, ձեռքերի դող, քաշի կորուստ նորմալ ախորժակի պայմաններում, նյարդայնություն, անկնություն, դյուրագրգռություն եւ ուշադրություն, նաեւ հոգնածություն։ Այո, հիպերթիրեոզի դեպքում նույնպես հոգնում են, քանի որ մարմինն աշխատում է մաշվելու աստիճան, առավելագույն պտույտներով եւ արագ հյուծվում է։ Սա հանդիպում է ավելի հազվադեպ, քան հիպոթիրեոզը, բայց նույնպես բացառություն չէ, հատկապես եթե վահանաձև գեղձում կան հանգույցներ, իսկ հանգույցներ 50-ից հետո շատ հաճախ են գտնում։ Ահա մի պատմություն։ 63 տարեկան տղամարդը եկավ գանգատվելով, որ դարձել է նյարդային, պորտկում է կնոջ վրա, վատ է քնում, սիրտը ժամանակ առ ժամանակ արագ է բաբախում։ Կինն ասում է. նրան մի հանգստացնող դեղ դուրս գրեք, անտանելի է դարձել։ Ես նայեցի նրան, նիհարավուն, ձեռքերը մի փոքր դողում են, աչքերը կարծես թեթևակի դուրս պրծած։ Նշանակեցի TT-G։ Արդյունքը 0.5, 0.4 նորմայի դեպքում։ Տես, գան ճնշված էր գրեթե մինչև 0, վահանաձև գեղձն աշխատում էր գերբեռնվածության ռեժիմով։ Գտանք հանգույց, որն ինքնուրույն հորմոններ էր արտադրում։ Նրա կնոջը հանգստացնող պետք չէր ամուսնու համար, նրան պետք էր էնդոկրինոլոգ։ Հստակ քայլեր, ինչ անել։ Քայլ առաջին, հանձնեք TT-G։ Եթե դուք 50-ից մեծ եք եւ երբեք դա չեք արել, արեք։ Սա բազային անալիզ է, որը պետք է ունենա յուրաքանչյուրը։ Քայլ երկրորդ, եթե TT-G-ն նորմայի մեջ չէ, լրացուցիչ հանձնեք ազատ T4 եւ ազատ T3, սա ցույց կտա ամբողջական պատկերը։ Քայլ երրորդ, եթե կան փոփոխություններ, գնացեք էնդոկրինոլոգի մոտ, ոչ թե թերապևտի, այլ հենց էնդոկրինոլոգի, դա նրա տարածքն է։ Քայլ չորրորդ, եթե ձեզ արդեն նշանակել են բուժում, հաբերն ընդունեք ճիշտ։ Վահանաձև գեղձի հորմոնները խմում են առավոտյան քաղցած փորին, ուտելուց 30 րոպե առաջ, ոչ նախաճաշի հետ, ոչ սուրճի հետ, վրայից կաթ չեն խմում։ Առավոտյան դատարկ ստամոքսին, ջուր խմեցիք եւ սպասում եք կես ժամ։ Սա կարևոր է, որովհետեւ հակառակ դեպքում դեղը վատ է յուրացվում եւ դուք այն իզուր եք խմում։ Քայլ 5-րդ, երբ է բժշկին այցելելը պարտադիր։ Եթե դուք ունեք մի քանի ախտանիշ իմ թվարկածներից՝ հոգնածություն, գումարած քաշի ավելացում, գումարած մրսկանություն կամ արագացած սրտխփոց, գումարած քաշի կորուստ, գումարած նյարդայնություն, եթե դուք պարանոցի վրա շոշափում եք մեծացում կամ կոշտացում, եթե ձեր ընտանիքում ինչ-որ մեկն ունեցել է խնդիրներ վահանաձև գեղձի հետ, քանի որ նախատրամադրվածությունը փոխանցվում է ժառանգաբար։ Մի առասպել, որը պետք է ցրել։ Եթե վահանաձև գեղձը մեծացած է, նշանակում է յոդը չի հերիքում, պետք է ավելի շատ ծովային կաղամբ ուտել։ Դա միշտ չէ, որ այդպես է։ Վահանաձև գեղձի մեծացումը կարող է լինել տարբեր պատճառներով, եւ դրանցից ոչ բոլորն են կապված յոդի հետ։ Իսկ յոդի ավելցուկը վահանաձև գեղձի որոշ հիվանդությունների դեպքում կարող է անգամ վնասակար լինել։ Ուստի մի զբաղվեք յոդով ինքնաբուժությամբ։ Նախ անալիզներ, հետո լուծումներ։ Եվ եւս մեկ առասպել։ Հորմոնները ընդմիշտ են, կկախվես ու չես փոկվի։ Եկեք պարզենք, եթե ձեր վահանաձև գեղձը բավարար չափով հորմոններ չի արտադրում, դուք դրանք լրացնում եք դրսից։ Սա կախվածություն չէ, սա նման է ակնոցին, կարճատես մարդու համար։ Դուք չեք ասում, չէ՞ որ կախված եք ակնոցից։ Ձեզ անհրաժեշտ է կորեկցիա, դուք դա ստանում եք։ Վահանաձև գեղձի դեպքում ճիշտ նույն տրամաբանությունն է՝ շաքարն արյան մեջ։ Անտեսանելի վամպիրը։ Լավ, եկեք առաջ շարժվենք։ Մենք քննարկեցինք երկու մեծ բլոկ՝ անեմիան եւ վահանաձև գեղձը։ Առջևում շաքարն է, եւ այստեղ շատ անսպասելի բաներ կլինեն, որովհետեւ այն խնդիրը, որի մասին ես հիմա կպատմեմ, արկա է 50-ից հետո յուրաքանչյուր երրորդ մարդու մոտ, իսկ դրա մասին գիտեն եզակիները։
Եթե ձեզ համար օգտակար է, լայք դրեք հենց հիմա։ Դա կօգնի մյուս մարդկանց գտնել այս վիդեոն եւ հնարավոր է ինչ-որ մեկին փրկի ավելորդ տարիների տանջանքներից։ Հիմա ես կպատմեմ այն վիճակի մասին, որը ես կատակով անվանում եմ անտեսանելի վամպիր, որովհետև այն քաշում է ձեր էներգիան աննկատ, լուր, տարիներով, իսկ դուք չեք էլ կասկածում։ Խոսքը գլյուկոզայի փոխանակության խանգարման մասին է։ Նախադիաբետ, ինսուլինակայունություն։ Գիտեմ, բարդ է հնչում։ Հիմա կբացատրեմ մատների վրա։ Երբ դուք ուտում եք ցանկացած ուտելիք, հատկապես ածխաջրեր, հաց, կարտոֆիլ, շիլաներ, քաղցրավենիք, օրգանիզմը դրանք ճեղքում է, մինչև գլյուկոզը, ավելի պարզ ասած, մինչև շաքար։ Գլյուկոզան ընկնում է արյան մեջ, իսկ հետո պետք է, որ այն արյունից հասնի բջիջներ, քանի որ բջիջները դրանով են սնվում։ Դրա համար անհրաժեշտ է ինսուլին, հորմոն, որն արտադրում է ենթաստամոքսային գեղձը։ Ինսուլինը բանալու նման է, այն մոտենում է բջջին, բացում է դուռը եւ գլյուկոզան մտնում է ներս։ Ամեն ինչ պարզ է, չէ՞։ Իսկ հիմա պատկերացրեք, որ կողպեքները ժանգոտել են։ Բանալին նույնն է, բայց այն մտնում է դժվարությամբ, չի պտտվում, դուռը չի բացվում։ Գլյուկոզան մնում է դրսում, արյան մեջ այն շատ է, բայց բջջի մեջ ընկնել չի կարողանում։ Բջիջները քաղցած են մնում։ Ենթաստամոքսայինը տեսնում է, արյան մեջ գլյուկոզան բարձր է, նշանակում է ավելի շատ ինսուլին է պետք։ Այն սկսում է արտադրել ավելի ու ավելի շատ, կոպիտ ասած գոռալ ավելի բարձր։ Հենց սա է ինսուլինակայունությունը։ Բջիջները սկսել են վատ արձագանքել ինսուլինին։ Ենթաստամոքսայինը գերլարվում է, արյան մեջ շաքարը տատանվում է, իսկ դուք դա զգում եք որպես հոգնածություն, ընդ որում յուրահատուկ հոգնածություն։ Ծանոթ է ձեզ նման բան։ Կերակ եւ կես ժամից ձեզ սկսում է քուն տանել։ Աչքերը փակվում են, մտածել չեք կարողանում, ուզում եք պառկել գոնե 10 րոպեով։ Սա դասական ախտանիշ է։ Ուտելուց հետո շաքարը կտրուկ թռավ, հետո ինսուլինն այն կտրուկ գցեց, եւ այս անկումը դուք զգում եք որպես քնկոտություն։ Ամերիկյան գորգիներ զերկիներ ձեր մարմնի ներսում, կամ մեկ այլ իրավիճակ, չեք կերել 3-ից 4 ժամ եւ ձեր ձեռքերը դողում են, դյուրագրկիռ եք, գլուխը պտտվում է, ուզում եք շտապ ինչ-որ քաղցր բան ուտել։ Կոնֆետ կերակ, կարծես թեթևացավ, 1 ժամից նորից անկում։ Սա նույնպես նա է, անկայուն շաքարը։ Հիմա խնդրի մասշտաբը։ Բժշկական հետազոտությունների տվյալներով նախադիաբետ ունի մոտավորապես յուրաքանչյուր 3-րդ հասուն մարդը։ Յուրաքանչյուր 3-րդը։ Եվ նրանց ճնշող մեծամասնությունը դրա մասին չգիտի, որովհետև նախադիաբետը չի ցավում, այն վառ ախտանիշներ չի տալիս, այն պարզապես դանդաղ, տարեցտարի քայքայում է ձեր անոթները, նյարդերը, երիկամները, աչքերը։ Եվ մի օր դուք գալիս եք բժշկի մոտ ու նա ասում է. դուք ունեք 2-րդ տիպի դիաբետ։ Բայց չէ՞ որ ամեն ինչ նորմալ է, եւ դուք ունեք դիաբետ վիճակների միջև կա երկար միջանցք, 3, երբեմն 10 տարի։ Միջանցք, որտեղ դեռ կարելի է հետ շրջվել, կարելի է չհասնել այդ դռանը, բայց դրա համար պետք է իմանալ, որ դուք այդ միջանցքում եք գտնվում։ Ինչպես իմանալ։ 2 անալիզ։ Առաջինը. գլյուկոզան արյան մեջ քաղցած փորին։ Սա այն է, ինչ բոլորը գիտեն։ Առավոտյան եկաք սոված, արյուն հանձնեցիք, նորման մինչև 5, ամբողջ 5 է։ Եթե 5/6-ից 6/9 է, դա արդեն նախադիաբետ է, 7-ից բարձրը դիաբետ։ Բայց ահա նրբությունը։ Քաղցած վիճակում գլյուկոզան կարող է նորմալ լինել, իսկ խնդիրն արդեն կա, որովհետև քաղցած ժամանակ օրգանիզմը դեռ գլուխ է հանում։ Հնարքն այն է, թե ինչ է կատարվում ուտելուց հետո։ Եվ այստեղ երկրորդ անալիզը՝ գլիկոլիզացված հեմոգլոբին։ Սա շաքարի միջին ցուցանիշն է վերջին 2-ից 3 ամսվա ընթացքում։ Այն ցույց է տալիս ոչ թե 1 կետ, այլ ամբողջ պատկերը, ինչպես միջին ջերմաստիճանը ամբողջ սեզոնի, այլ ոչ թե 1 օրվա համար։ Նորման մինչև 5/6% է, 5/7-ից 6/4-ը նախադիաբետ, 6/5-ից բարձր դիաբետ։ Ահա այս անալիզն եմ ես խորհուրդ տալիս հանձնել բոլորին 45-ից հետո, տարին 1 անգամ։ Այն թանկ չարժե, վերցվում է երակից, հատուկ նախապատրաստություն չի պահանջում, բայց այն կարող է ցույց տալ խնդիրը տարիներ առաջ, նախքան այն դիագնոզ կդառնա։ Իսկ հիմա ինչ անել, եթե դուք այս գոտում եք։ Եվ ահա ուշադրություն, ամենալավ նորությունը ամբողջ վիդեոյի ընթացքում։ Նախադիաբետը դարձելի վիճակ է, ամբողջովին դարձելի, ընդ որում ոչ թե հաբերով, այլ դկենսակերպի փոփոխությամբ։ Սա մոտիվացիոն ճառ չէ, սա համաշխարհային խոշորագույն հետազոտությունների արդյունքներն են, որոնց մասնակցել են հազարավոր մարդիկ։ Սննդակարգի փոփոխությունը եւ ֆիզիկական ակտիվության ավելացումը նվազեցրել է նախադիաբետի, դիաբետի անցնելու ռիսկը 58%-ով։ Սա ավելին է, քան ցանկացած դեղամիջոց։ Հստակ քայլեր։ Առաջին, նվազեցրեք արագ ածխաջրերի քանակը։ Ես չեմ ասում հրաժարվեք ամեն համեղ բանից, ես ասում եմ
փոխարինեք։ Սպիտակ հացի փոխարեն ամբողջահատիկ կամ հացիկներ, խլեպցի։ Ամեն օր կարտոֆիլի փոխարեն հնդկաձավար, ոսպ, շագանակագույն բրինձ։ Տուփով հյութի փոխարեն ամբողջական խնձոր կամ մի բուռ հատապտուղ։ Թեյի մեջ 3 գդալ շաքարավազի փոխարեն 1-ը, հետո կեսը, հետո առանց շաքարավազի։ Աստիճանաբար, առանց ձեր նկատմամբ բռնության։ Երկրորդ, բաց մի թողեք սննդի ընդունումը։ Եվ դուք քաղցում եք, իսկ հետո հարձակվում եք ուտելիքի վրա, շաքարն ավելի ուժեղ է ցատկում։ Ավելի լավ է ուտել օրական 4-ից 5 անգամ քիչ-քիչ, քան 2 անգամ, բայց մինչև վերջ։ Երրորդ, ավելացրեք սպիտակուց եւ ճարպ սննդի յուրաքանչյուր ընդունման ժամանակ։ Դրանք դանդաղեցնում են շաքարի ներծծումը։ Շիլա կերակ, ավելացրեք մեջը ընկույզ եւ մի գդալ յուղ կամ կարակ։ Միրգ կերակ, կողքը կերեք մի կտոր պանիր կամ մի բուռ նուշ։ Սա պարզ կանոն է, բայց այն հարթեցնում է շաքարը շատ նկատելիորեն։ Չորրորդ, զբոսանք ուտելուց հետո 15-ից 20 րոպե, ոչ թե վազք, այլ պարզապես քայլք, հանգիստ, չափավոր։ Դա իջեցնում է ճաշից հետո շաքարի պիկը ավելի լավ, քան շատ պրեպարատներ։ Լուրջ եմ ասում, կերակ, զբոսնեք, ամեն ինչ տարական է հնչում, բայց աշխատում է հիանալի։ 5-րդ, երբ գնալ բժշկի։ Եթե գլիկոլիզացված հեմոգլոբինը 5.7-ից բարձր է, երևացեք էնդոկրինոլոգին։ Եթե 6-ից բարձր է, դա արդեն լուրջ խոսակցություն է։ Եթե դուք ունեք ավելորդ քաշ, հատկապես որովայնի հատվածում, եթե ընտանիքում եղել է դիաբետ ծնողների կամ քույրերի/եղբայրների մոտ, դուք բարձր ուշադրության գոտում եք։ Պատմություն։ 52 տարեկան կինը գանգատվում էր ճաշից հետո հրեշավոր քնկոտությունից։ Ասում է, ես աշխատավայրում 12-ից հետո զոմբիի պես եմ, գլուխս չի աշխատում, աչքերս կպչում են իրար, սուրճ եմ խմում լիտրերով։ Չի օգնում։ Հետազոտվեցին։ Շաքարը քաղցած վիճակում 5.4, կարծես թե նորմա է, բայց գլիկոլիզացված հեմոգլոբինը 5.9, նախադիաբետ։ Մենք փոխեցինք նրա ճաշերը, հանեցինք սպիտակ բրինձը եւ հացը, ավելացրինք բանջարեղեն, սպիտակուց, օգտակար ճարպեր եւ ավելացրինք 15 րոպեանոց զբոսանք ճաշից հետո։ 1 ամիս անց նա ինձ գրեց. ես 3 տարվա մեջ առաջին անգամ չեմ քնում աշխատավայրում ճաշից հետո։ Կես տարի անց գլիկոլիզացված հեմոգլոբինը դարձավ 5.3, նորմա։ Ոչ մի հապ, ոչ մի դիետա։ Պարզապես հասկանալը, թե ինչպես է աշխատում ձեր մարմինը եւ 3-4 փոքրիկ փոփոխություն՝ քուն, օդ եւ շարժում։ 3 անվճար դեղամիջոց։ Մենք անցանք 3 մեծ թեմա՝ անեմիա, վահանաձև գեղձ, շաքար։ Առջևում եւս մեկ կարևորագույն բլոկ է։ 3 բան, որոնք ձեզ վրա ոչ մի լումա չեն արժենում, բայց կարող են տալ ավելի շատ էներգիա, քան ամենաթանկարժեք վիտամինները։ Չանջատեք։ Եվ այսպես մենք հասանք իմ սիրելի բլոկին։ Սիրելի, որովհետև այստեղ պետք չեն անալիզներ, պետք չեն բժիշկներ, պետք չեն դեղեր, այստեղ պետք եք միայն դուք եւ ձեր փորձելու վճռականությունը։ Ես կխոսեմ 3 բանի մասին՝ քուն, թթվածին եւ շարժում, եւ կսկսեմ քնից։ Գիտեք ինչն է ինձ զարմացնում։ 50-ից հետո մարդիկ հաճախ են գանգատվում հոգնածությունից, բայց երբ ես հարցնում եմ ինչպես եք քնում, նրանք պատասխանում են նորմալ, իսկ հետո պարզվում է, որ նորմալը սա է։ Պարկում եմ գիշերը, քնելուց առաջ 1 ժամ հեռուստացույց եմ նայում, արթնանում եմ գիշերվա 3-ին, զուգարան գնալու, հետո պարկում եմ մինչև 4-ը, չեմ կարողանում քնել, առավոտյան վեր եմ կենում 6-ին եւ ինձ զգում եմ այնպես, կարծես ընդհանրապես չեմ քնել։ Բարեկամներ, սա աննորմալ է, սա ավերված քուն է։ Եկեք ես պատմեմ, թե ինչպես է կառուցված քունը։ Շատ կարճ։ Քունը մեկ հարթ գիծ չէ, այն ցիկլեր են։ Յուրաքանչյուր ցիկլ տևում է մոտավորապես 90 րոպե։ Եվ յուրաքանչյուր ցիկլում կան փուլեր՝ մակերեսային քուն, խորը քուն եւ այսպես կոչված աչքերի արագ շարժման փուլ, երբ մենք երազներ ենք տեսնում։ Խորը քունը ոսկի է։ Հենց այս փուլում է մարմինը վերականգնվում, նորոգվում են բջիջները, ամրապնդվում է իմունիտետը, ուղեղը մշակում է ինֆորմացիան եւ դարակներով դասավորում այն ամենը, ինչ եղել է օրվա ընթացքում։ Եթե խորը քունը քիչ է, դուք արտանում եք ջարդված, նույնիսկ եթե քնել եք 8 ժամ։ Իսկ ինչն է խանգարում խորը քնին 50-ից հետո։ Մի քանի բան։ Առաջինը լույսը։ Հեռուստացույցի, հեռախոսի, պլանշետի էկրանը, այս ամենը արձակում է կապույտ լույս, որը ճնշում է մելատոնինի արտադրությունը։ Մելատոնինը քնի հորմոնն է, այն ձեր ուղեղին ասում է քնելու ժամանակն է։ Եթե դուք քնելուց առաջ 1 ժամ նստում եք վառ սենյակում նայելով էկրանին, ձեր ուղեղը մտածում է, թե դեռ ցերեկ է եւ մելատոնին չի արտադրվում։ Դուք պարկում եք եւ չեք կարողանում քնել, կամ քնում եք, բայց մակերեսորեն։
Ինչ անել։ Քնելուց 1 ժամ առաջ մտնեցրեք բնակարանի լույսը, անջատեք հեռուստացույցը, մի կողմ դրեք հեռախոսը։ Ես գիտեմ, սա հնչում է որպես դատավճիռ, բայց փորձեք գոնե 1 շաբաթ եւ տեսեք, ինչ կփոխվի։ Էկրանի փոխարեն գիրք, զրույց, հանգիստ երաժշտություն։ Երկրորդը՝ ջերմաստիճանը։ Լավ, խորը քնի համար մարմինը պետք է մի փոքր սառչի։ Եթե ննջասենյակում շոգ է ու տոտ, քունը մակերեսային է լինում։ Քնի համար օպտիմալ ջերմաստիճանը 18-ից 21 աստիճանն է։ Բացեք օդանցքը, եթե կարող եք, կամ գոնե օդափոխեք սենյակը, քնելուց առաջ 15-ից 20 րոպեի ընթացքում։ Երրորդը՝ ռեժիմը։ Պարկել եւ վեր կենալ մոտավորապես նույն ժամին։ Այո, եւ հանգստյան օրերին նույնպես։ Դա ձանձրալի է, բայց դա աշխատում է։ Ձեր մարմինը սիրում է ռիթմ, այն դրան սովորում է եւ սկսում է նախապատրաստվել քնին նախապես։ Արտադրել մելատոնին, իջեցնել ջերմաստիճանը, թուլացնել մկանները։ Իսկ եթե ամեն օր տարբեր ժամ է, մարմինը չգիտի, թե ինչ սպասի։ Չորրորդը՝ սուրճը եւ թեյը։ Օրվա ժամը 2-ից հետո ոչ մի սուրճ, իսկ ավելի լավ է 12-ից հետո։ Կոֆեինը մնում է օրգանիզմում 6-ից 8 ժամ։ Դուք խմեցիք սուրճ ցերեկվա 3-ին, երեկոյան 10-ին կոֆեինի կեսը դեռ արյան մեջ է։ Դուք չեք քնի, իսկ եթե քնեք, խորը քունը քիչ կլինի։ Եվ 5-րդը՝ գիշերային այցերը զուգարան։ Սա 50-ից հետո մարդկանց պատուհասն է։ Արտանում եք 1-ից 2 անգամ գիշերվա ընթացքում, իսկ հետո պարկում փորձում եք քնել։ Այստեղ պարզ խորհուրդ. քնելուց 2 ժամ առաջ շատ հեղուկ մի խմեք, իսկ եթե խնդիրը պահպանվում է, գնացեք ուրոլոգի մոտ, որովհետև գիշերային հաճախակի միզարձակումը կարող է լինել ոչ միայն թույլ միզապարկի, այլև տղամարդկանց մոտ շագանակագեղձի խնդիրների կամ երիկամների աշխատանքի սկզբնական խանգարումների նշան։ Հիմա թթվածինը։ Ես նկատի ունեմ մաքուր օդը։ Կարող է բանալ հնչել, բայց լսեք, մենք ապրում ենք փակ տարածքներում։ Առավոտյան բնակարան, հետո տրանսպորտ, հետո աշխատանք, հետո խանութ, հետո նորից բնակարան։ Օրվա ընթացքում որքան ժամանակ եք անցկացնում մաքուր օդին։ 15 րոպե, 10, իսկ լինում է, որ 0։ Իսկ ձեր ուղեղը, որը սպառում է օրգանիզմում առկա ամբողջ թթվածնի 20%-ը, այդ ժամանակ նստած է վատ օդափոխվող տարածքում եւ աշխատում է մինիմումի վրա։ Սենյակում ածխաթթու գազը բարձրանում է, կենտրոնացումն ընկնում է, գլուխը ծանրանում է, դուք հոգնածություն եք զգում եւ մտածում եք՝ տարիք է։ Ոչ, դա տարիքը չէ, դա օդի պակասն է։ Հստակ գործողություն, ամեն օր 30 րոպե դրսում։ Պարտադիր չէ մարաթոն վազել, պարզապես քայլեք հանգիստ քայլքով այգում, փողոցում, շենքի շուրջը 30 րոպե, ցանկացած եղանակի։ Սա այն մինիմումն է, որից ներքև իջնել չի կարելի։ Ինձ մի պացիենտ ասաց. «Բժիշկ Միքայելյան, ձմռանը ցուրտ է, ես դուրս չեմ գալիս»։ Ես նրան պատասխանեցի. «Վատ եղանակ չի լինում, լինում է ոչ համապատասխան հագուստ, ավելի տաք հագնվեք եւ գնացեք»։ Նա փորձեց, 2 շաբաթ անց զանգահարեց. «Բժիշկ, ես չեմ հավատում, ես սկսել եմ նորածնի պես քնել եւ էլ չեմ քնում ճաշից հետո»։ 30 րոպե օդ օրական։ Ահա եւ վերջ։ Իսկ հիմա շարժումը։ Եվ այստեղ ես ուզում եմ մի կարևոր բան ասել, որը շատերին կզարմացնի։ 50-ից հետո քրոնիկական հոգնածության ամենահաճախակի պատճառը ոչ թե ծանրաբեռնվածության ավելցուկն է, այլ դրա պակասը։ Պարադոքսը, չէ՞։ Դուք մտածում եք, ես հոգնում եմ, նշանակում է ինձ պետք է ավելի շատ հանգստանալ, իսկ իրականում ձեզ պետք է ավելի շատ շարժվել։ Բանն ահա թե ինչում է։ Մկանները միայն նրա համար չեն, որպիսի խանութից տոպրակներ տանեք։ Մկանները մետաբոլիկ օրգան են։ Դրանք այրում են գլյուկոզան, դրանք լավացնում է զգայունությունը ինսուլինի նկատմամբ։ Դրանք արտադրում են հատուկ նյութեր, միոկիններ, որոնք նվազեցնում են բորբոքումը, լավացնում տրամադրությունը, պաշտպանում ուղեղը դեգրադացիայից։ Որքան քիչ եք դուք շարժվում, այնքան թույլ են մկանները, այնքան վատ է նյութափոխանակությունը, այնքան մեծ է հոգնածությունը։ Փակ շրջան։ Ինչպես այն ճեղքել։ Սկսեք փոքրից։ Ես չեմ ասում գնացեք մարզասրահ եւ ծանրաձող բարձրացրեք։ Ես ասում եմ սկսեք 10 րոպեից։ 10 րոպե շարժում առավոտյան։ Վեր կացաք, քայլեցիք բնակարանով 1, 5 կքանիս տարեցիք, 5 կռացում, ձեռքերը թափահարեցիք, 10 րոպե։ Սա մարզում չէ, սա արթնացում է։ Հետո ավելացրեք. 1 շաբաթ անց 15 րոպե, 2 շաբաթ անց 20, 1 ամիս անց կես ժամ։ Քայլք, թեթև մարմնամարզություն, լող, եթե հնարավորություն կա։ Իդեալը շաբաթական 150 րոպե չափավոր ֆիզիկական ակտիվությունն է։ Սա առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհուրդն է։ Շատ է հնչում։ Բաժանեք. օրական 30 րոպե, շաբաթը 5 օր, արագ քայլով զբոսանք։ Վերջ։ Եվ ահա ձեզ մի հետազոտություն, որն ինձ ժամանակին ապշեցրել է։ Գիտնականները հետևել են 60-ից 80 տարեկան մարդկանց մի խմբի։
Նրանք, ովքեր կանոնավոր կերպով ոտքով քայլել են գոնե 40 րոպե շաբաթը 3 անգամ, 1 տարի անց գրանցել են հիշողության լավացում, տրամադրության լավացում եւ ուշադրություն, հիպոկամպի ծավալի մեծացում։ Հիպոկամպը ուղեղի այն հատվածն է, որը պատասխանատու է հիշողության համար։ Այն սովորաբար տարիքի հետ փոքրանում է, իսկ այն մարդկանց մոտ, ովքեր քայլել են, այն մեծացել է։ Ուղեղը բառացիորեն երիտասարդացել է քայլելուց։ Հստակ պլան սկսնակների համար։ Առաջինից երրորդ շաբաթ 10 րոպե քայլք նախաճաշից հետո ամեն օր առանց բաց թողումների։ Չորրորդից 6-րդ շաբաթ 15 րոպե քայլք պլյուս թեթև նախավարժանք, տանը 5 րոպե։ 7-րդից 10-րդ շաբաթ 20-ից 30 րոպե քայլք։ Փորձեք արագացնել քայլն այնպես, որ շնչառությունը մի փոքր արագանա, բայց կարողանաք խոսել։ 2-ից 3 ամիս անց դուք ձեզ չեք ճանաչի։ Եվ վերջին այս բլոկում վիտամին D։ Ես խոստացել էի դրա մասին ասել։ Վիտամին D-ն արտադրվում է մաշկում, արևի ճառագայթների ազդեցության տակ, բայց եթե դուք ապրում եք միջին գոտում հոկտեմբերից ապրիլ ամիսներին, արևը դրա համար բավարար չէ, կամ եթե օրվա մեծ մասը փակ տարածքում եք, եւ 50-ից հետո մարդկանց մեծամասնությունը ունի վիտամին D-ի դեֆիցիտ։ Իսկ այն ազդում է ամեն ինչի վրա՝ ոսկորների, իմունիտետի, տրամադրության, մկանային ուժի վրա։ Ինչ անել։ Հանձնեք անալիզ վիտամին D-ի համար։ Եթե մակարդակը 30-ից ցածր է, բժշկի հետ քննարկեք վիտամին D-ի ընդունումը համապատասխան դեղաչափով։ Ինքներդ ձեզ մի նշանակեք, քանի որ դեղաչափերը կախված են դեֆիցիտի աստիճանից։ Ինչ որ մեկին պետք է 1000 միջազգային միավոր օրական, իսկ ինչ որ մեկին 4000։ Երբ դիմել բժշկի։ Եթե հոգնածությունը չի անցնում չնայած նորմալ քնին, զբոսանքներին եւ շարժմանը, 3-ից 4 շաբաթվա ընթացքում, կամ եթե գլխապտույտները հաճախանում կամ ուժեղանում են։ Եթե դուք սկսել եք ընկնել կամ կորցնել հավասարակշռությունը, սա լուրջ ազդանշան է։ Մի հետաձգեք։ Եզրափակում եւ գլխավոր պատմությունը։ Մենք գրեթե վերջնագծին ենք։ Առջևում ամբողջ վիդեոյի գլխավոր միտքն է եւ այն պատմությունը, որը ես խոստացել էի պատմել, այն ինչը զարմացրեց անգամ ինձ։ Հիմա ես ձեզ կպատմեմ մի պատմություն, որը մանրամասնորեն հիշում եմ, թեև անցել է արդեն 3 տարուց ավելի։ Ինձ մոտ եկավ 58 տարեկան մի տղամարդ, խոշոր, գեր, ծանր շնչառությամբ, նստեց աթոռին եւ ես տեսա, որ անգամ դա նրան տրվեց ջանքերով։ Նա ասում է. «Բժիշկ, ես եկել եմ աղջիկաս խնդրանքով, նա առողջության մեր, նա առողջության մասին ինչ-որ վիդեոներ է նայում եւ որոշել է, որ ես պետք է հետազոտվեմ։ Ես հո գիտեմ, որ ես 58 տարեկան եմ, ամբողջ կյանքս աշխատել եմ, մարմինս մաշվել է, դե ուրեմն մաշվել է, ինչ արած»։ Ես ասում եմ. «Եկեք նախ նայենք, թե ինչ է կատարվում, իսկ հետո կորոշենք մաշվել է թե ոչ»։ Արեցինք անալիզներ, հեմոգլոբինը 105, ցածրավուն է, TT գեն, նորմայի վերին սահման, բայց ախտանիշներով, գլիկոլիզացված հեմոգլոբինը 6.2, նախադիաբետը սահմանագծին, վիտամին D-ն 14, ընդգծված դեֆիցիտ, ճնշումը 170-ը 100-ի վրա, քաշը 104 կիլոգրամ, 176 հասակի դեպքում, 4 խնդիր միանգամից, եւ ոչ մեկը տարիքը չէր։ Մենք կազմեցինք պլան ոչ թե 1 տարվա համար առաջ, այլ 1 շաբաթվա, որովհետև երբ մարդն իրեն վատ է զգում, նա չի կարող մտածել 1 տարվա կտրվածքով, նա կարող է մտածել մինչև 2 շաբթի։ Առաջին շաբաթ հանեցինք առավոտյան երշիկով բուտերբրոդները, փոխարինեցինք շիլայով եւ ձվով, ավելացինք 15 րոպե քայլք ճաշից հետո։ Սկսեցինք վիտամին D ընդունել ըստ անալիզի։ Երկրորդ շաբաթ ընթրիքին ավելացրինք բանջարեղեն, շաքարով թեյը տեղափոխեցինք ուտելուց 1 ժամ հետո եւ շաքարավազը պակասեցրինք 1 գդալով։ 1 ամիս անց քաշը -2 կիլոգրամ։ Հեմոգլոբինը սկսեց աճել, որովհետև մենք շաբաթը 1 անգամ լյարդ ավելացրինք եւ հանեցինք թեյը անմիջապես ուտելուց հետո։ 3 ամիս անց գլիկոլիզացված հեմոգլոբինը դարձավ 5.7, ճնշումը 150-ը 90-ի վրա։ Միհարեց 5 կիլոգրամով, սկսեց քայլել ամեն օր 30 րոպե։ Աղջիկը զանգահարում է ինձ ու ասում. «Պապային չես ճանաչի»։ Կես տարի անց շաքարը 5.3, նորմա։ Ճնշումը 135-ը 85-ի վրա, նիհարեց 11 կիլոգրամով։ Վիտամին D-ն 42, նորմա։ Հեմոգլոբինը 128, նորմա։ Նա եկավ ինձ մոտ եւ ասաց. «Ես բառացի հիշեցի, Արմեն Միքայելյան, ես 3 տարի մտածում էի, թե ինձ վերջն է եկել, որ ես ծերուկ եմ, իսկ պարզվեց, ես պարզապես չգիտեի ինչ անել»։ Ահա սա էլ ամբողջ վիդեոյի գլխավոր միտքն է։ Հոգնածություն, քնկոտություն, գլխապտույտ, 50-ից հետո սա ծերացման նորմալ մասը չէ, դա ազդանշան է։ Մարմինը հենց այնպես չի գանգատվում, այն ասում է՝ ուշադրություն դարձրու, ինձ ինչ-որ բան չի հերիքում, օգնիր ինձ։
Եվ դեպքերի մեծամասնությունում կարելի է օգնել ոչ թե հրաշագործ միջոցներով, ոչ թե թանկարժեք պրոցեդուրաներով, ոչ թե ինչ-որ գաղտնի մեթոդներով, այլ պարզ, հասկանալի, գիտականորեն ապացուցված քայլերով։ Ստուգել արյունը, ստուգել վահանաձև գեղձը, ստուգել շաքարը, ստուգել վիտամին D-ն, կարգավորել քունը, դուրս գալ մաքուր օդի, շարժվել, սնվել գիտակցված ոչ թե դիետայով, այլ խելամտորեն։ Եթե այս ամբողջ մեկժամյա խոսակցությունից դուք կհիշեք միայն մեկ միտք, թող լինի սա. մի ասեք, թե դա տարիքն է, քանի դեռ չեք ստուգվել։ Պարզապես ստուգվեք, հանձնեք անալիզներ, նայեք, թե ինչ կասեն թվերը, իսկ հետո գործեք։ Եվ ևս մեկ միտք, որը ես ուզում եմ թողնել ձեզ հետ. ձեր մարմինը թշնամի չէ։ Այն դիտմամբ չի փչանում, այն աշխատում է ձեզ համար օրը 24 ժամ, շաբաթը 7 օր։ Այն հարմարվում է, կոմպենսացնում է, գլուխ է հանում, բայց նրան անհրաժեշտ է ձեր օգնությունը։ Մի փոքր ուշադրություն, մի փոքր հոգատարություն եւ մի փոքր գիտելիք, որպեսզի այդ հոգատարությունը լինի ճիշտ ուղղությամբ։ Դուք արժանի եք առօգության, դուք արժանի եք էներգիայի, դուք արժանի եք նրան, որպեսզի առավոտյան արթնանաք ու զգաք, որ օրը ձեժն է, եւ դա հնարավոր է։ Ես դա տեսել եմ հարյուրավոր անգամներ։ Եկեք ամփոփենք։ Մենք այսօր քննարկեցինք 50-ից հետո թաքնված հոգնածության 5 գլխավոր պատճառները. անեմիա, ստուգեք հեմոգլոբինը եւ ֆերիտինը, կերեք երկաթով հարուստ մթերքներ, ուտելիքի վրայից թեյ մի խմեք, վահանաձև գեղձ, հանձնեք ՏՏՏԳ գոնե մեկ անգամ, դա կարող է շատ բան բացատրել, շաքար եւ ինսուլին, հետևեք գլիկոլիզացված հեմոգլոբինին, կերեք հավասարակշռված, զբոսնեք ուտելուց հետո, վիտամին D, ստուգեք մակարդակը եւ լրացրեք, եթե անհրաժեշտ է, քուն, օդ, շարժում, 3 անվճար դեղամիջոց, որոնք ավելի հզոր են, քան հաբերի մեծամասնությունը։ Իսկ հիմա հարց ձեզ. գրեք մեկնաբանություններում, թե այս քայլերից որն եք սկսելու անել առաջինը։ Գուցե դուք որոշեք անալիզներ հանձնել, գուցե սկսեք քայլել առավոտյան, գուցե օդափոխեք ննջասենյակն ու մի կողմ դնեք հեռախոսը քնելուց առաջ։ Գրեք, դա կարևոր է ոչ միայն ինձ համար, դա կարևոր է ձեզ համար։ Երբ դուք գրի եք առնում ձեր որոշումը անգամ մեկնաբանություններում, դուք ավելի մեծ հավանականությամբ այն կկատարեք։ Դա աշխատում է, ստուգված է։ Եթե ճանաչում եք ինչ-որ մեկին, մայրիկին, հայրիկին, ամուսնուն, կնոջը, ընկերոջը, ով նույնպես գանգատվում է հոգնածությունից ու ասում. «Դե, տարիք է», ուղարկեք նրան այս վիդեոն։ Գուցե դա դառնա այն խթանը, որը կփոխի նրա կյանքը։ Ճիշտ այնպես, ինչպես իմ այն պացիենտի աղջիկը մի օր որոշեց. «Պապա, ժամանակն է հետազոտվելու»։ Եթե վիդեոն օգտակար էր, լայք դրեք, դա կօգնի մյուս մարդկանց գտնել այս ալիքը։ Բաժանորդագրվեք, եթե ցանկանում եք ավելի շատ կարևոր ինֆորմացիա առողջության մասին։ Առանց գովազդի, առանց ջրի, առանց վախեցնելու, ամեն շաբաթ նոր թեմա, ըստ էության։ Պահպանեք ձեզ եւ հիշեք, ձեր տարիքը չի որոշում ձեր ինքնազգացողությունը, այն որոշում են ձեր գործողությունները։ Մինչ հանդիպում հաջորդ թողարկմանը։ Ցտեսություն։